Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ ու արագ կարող եք դիտել Vkontakte-ում։ Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Մենք արդեն Vkontakte-ում ենք։ Կարող եմ իմանալ ինձ ինչի համար եք բաժին բերել։ Արտականունը քեզ ինչ-որ բան հուշում է։ Հա, ծանոթ անուն է։ Հետո ինչ։ Հետո են, որ Արտակին մահացած են գտել։ Ավելի ճիշտ, սպանել են Արտակին։ Ամեն ինչ սկզբից սկսեմ, Դավիթ, որ ավելի հասկանալի լինի։ Սկզբից քեզ մեղադրում են Արտակի մեքենան վնասելու մեջ։ Հետո մայրդ է գալիս, բողոքա ներկայացնում, որ Արտակը քեզ անհանգստացնում է։ Այսօր էլ Արտակի կինն է եկել և ասել, որ նախորդ գիշեր դու Արտակին դուրս ես հրավիրել։ Խոսակցություն եք ունեցել, որից հետո մի քանի րոպեով շատ վատ վիճակով տուն է մտել, հետո դուրս է եկել ու այլևս չի վերադարձել։ Հետո են, որ Արտակի հեռախոսի մեջից քո և իր խոսակցության ձայնագրությունն են լսել, որտեղ դու սպառնում ես Արտակին։ Այսքանից հետո ես իրավունք ունեմ կասկածելու քեզ Արտակի սպանության մեջ։ Չէ, որովհետև ես այդ ամեն ինչի հետ կապ չունեմ։ Հա, մենք հանդիպել ենք ու մեր մեջ շատ վատ խոսակցություն ա եղել, բայց այդ ոչ մի բան չի նշանակում։ Ուր ես փախնում, տղա ջան։ Լավ, ինձանից փախնում ես, բա քեզանից ուր ես փախնում։ Ինչ եք բոլորդ կենտրոնացել իմ վրա։ Աղջիկդ ուրիշի հետ փախել է, եկել իմ հետ ինչ-որ բաներ ես խոսում։ Լսի, հետևի խոսքերիդ լակոտ, հետևի։ Բլա, ես հիմա դրանից չեմ խոսում, ես հիմա քո մասին եմ խոսում, ուզում եմ հասկանամ քո հետ ինչ ա կատարվում, ինչ ա կատարվում հետդ։ Հերդ հիմա չի կարողանում քեզ տիրություն անի, հասկացանք, բայց այդ չի նշանակում, որ դու անտեր ես, ես կամ։ Իմ հարցերին պատասխանի, ինչ ես արել։ Քանի ուզում եմ քեզ օգնեմ, Ռաֆինս նայի, քանի ուզում եմ քեզ օգնեմ, պատասխանի հարցերից ինչ ես արել, ինչի ես արել, ոնց ես արել։ Մի հարցի գոնե պատասխանի տղա ջան։ Արդեն ուշ է։ Լսում ես ուշ է, արդեն էլ տարբերակ չկա։ Լսի, ես քո հետևից չեմ ընկել, որ ես ձևերդ հանդուրժեմ։ Ասա տենամ ինչ ես արել։ Ընդամենը ասա տեսնեմ ինչ ես արել, ինչով կարամ օգնեմ։ Քեզ օգնելու համար եմ ասում։ Հանգիստ թողեք ինձ։ Լսի, քեզ ինչ եմ ասում։ Մինչև չպատասխանես հարցիս, ստեղից ոչ միտեղ չես գնալու։ Հան։ Մարիա, ոնց ես, ինչ կա չկա։ Շատ վատ։ Այսինքն ինչ ա եղել։ Ես ու Դավիթը պայմանավորվել էինք հանդիպել, բայց ես եկել եմ ինքը դեռ չկա։ Հա, ոչինչ, կարող է խցանման մեջ է, մի քիչ համբերի։ Չէ, Ան, արդեն մի ժամ է ինչ չկա։ Դավիթից չի, բայց
Ան ես հիմա շատ անհանգիստ եմ։ Աբուլի հետ խոսեցի, ասեց որ վաղուց տնից դուրս է եկել։ Բայց դեռ չի հասել, ուրեմն ինչ որ բան է եղել։ Լավ, Մար, մի հատ հանգստացի, արի վատ բաների մասին չմտածենք, հա։ Ան մեր շուրջը մենակ խառը բաներ է կատարվում։ Ու ես չեմ կարողանում վատի մասին չմտածել։ Ես Դավիթից չի ուղակի, ինքը չի ուշանում, իսկ եթե ուշանում է, գոնե տեղյակ է պահում։ Իսկ այս պահին նույնիսկ զանգերից չի պատասխանում։ Այ քեզ բան։ Լավ, Ան, մի հատ հասկանամ ինչ եմ անում, նոր կզանգեմ, լավ։ Հա, բայց խոստացի որ կզանգես, ես կսպասեմ։ Լավ։ Կգժվեմ արդեն։ Մեքենան բակում է, ինքը ստեղ չի։ Բա ուր է։ Մարիա։ Աբուլ մի բան իմացար, ես արդեն գժվում եմ։ Մարիա, մեքենան բակում է, բայց ինքը այստեղ չի։ Այսինքն ինչով է եկել։ Աբուլ, ես արդեն վախենում եմ։ Մարիա, դու հանգստացի, ես մի բան կանեմ։ Մտքովս ինչ ասես անցնում է, ես չգիտեմ ինչ անեմ։ Դու հիմա գնա տուն։ Եթե չի եկել դժվար էլ գա, ես մի բան իմանամ, քեզ կզանգեմ տեղյակ կպահեմ։ Հերիքա, լսում ես Հերիքա, հանգիստ թող ինձ, ես էլ քեզ ասելու բան չունեմ։ Ռաֆ, եթե դու հենց հիմա ինձ չասեցիր, լսի քեզ ինչ եմ ասում։ Ես քո կողքը էլ չեմ կաղնելու ու չեմ հետաքրքրվելու քեզանով։ Էդ ես ուզում։ Հա, իմ ուզածն էլ հենց էդ է։ Տղա ջան, դու լավ չես, ինչա կատարվում հետը։ Ոչինչ, հանգիստ եղի։ Սրա տակից էլ դուրս կգամ։ Ինձ ոչ ոքի օգնությունը պետք չի, լսում ես։ Քո մասին չես մտածում, գոնե հորդ մասին մտածի։ Հերիքա մեղադրեք։ Սի քեզ ոչ ոք չի մեղադրում, դու ընդամենը մի հարցի ինձ պատասխանի, ինչ ես արել։ Ես քեզ խոստանում եմ, էլ բացատրություն չեմ պահանջի։ Դու ինձ ասա ինչ ես արել։ Ինչ ես արել։ Ոչ մի բան չեմ արել։ Ոչ մի բան չեմ արել, հանգիստ թողեք ինձ։ Ու այսքան ապացույցներից հետո ես քո ասածներին պետք է հավատամ։ Ես տեղ ապացույց չտեսա։ Մենակ տեսա եմ, որ ինչ որ մեկ եկել ու անիմաստ տեղը անունս ա տվել։ Նոր դու ասեցիր, որ հանդիպել ես։ Հա, հանդիպել եմ, բայց ես արտակին մատով չեմ կպել։ Ես չգիտեմ ինչ եք լսել այդ ձայնագրության մեջ, բայց ասեմ, որ հա ջղայնացած եմ եղել ու հնարավոր է նաև վախացել եմ, բայց չեմ էլ հիշում։ Ու այդ բավարար ապացույց չի ինձ տեղ պահելու համար։ Հիմա գլխավոր կասկածյալը դու ես։ Ես ոչ մի բան չեմ արել։ Այս սպանության հետ ընդհանրապես կապ չունեմ։ Ոնց բացատրեմ, որ հասկանաք։ Մեր հանդիպումից հետո Արտակը ողջ ու առողջ գնացել է, ու ես դրանից հետո իրեն ոչ տեսել եմ, ոչ էլ խոսել եմ հետը։ Այդ դեռ կպարզենք։ Ինչով է դու կմնաս բաժնում։ Ինչի։ Ինչի համար պիտի բաժնում մնամ։ Ես ոչ մի բանի հետ կապ չունեմ, ես էլ արդեն որևորդ անգամն է ինձ անիմաստ փակում եք, հետո բաց եք թողնում։ Այդ անգամ բախտդ բերել է։ Հիմա ես եմ գործը քննում, սկզբից մինչև վերջ, ու քեզ ոչ մեկ չի օգնի, թույլ չեմ տա։ Ինչ հիմքով եք ինձ տեղ պահում։ Սոֆիայի բողոքի ձայնագրության ու իմ սեփական կասկածների հիմքով։ Նորից եմ ասում, ես ոչ մի բանի հետ կապ չունեմ, բաց թողնեք գնամ։ Ես իրավունք չունեմ քեզ հիմա բաց թողնելու։ Չեմ հասկանում, դուք սովորություն ունեք անմեղ մարդկանց տեղ բերելու։
Ոնց չեք հասկանում, որ եթե ես մի բան առած լինեի, չէի կարողանալու հանգիստ տեղս նստեի, ու տանը նստած չէի սպասելու, թե երբ եք գալու իմ հետևից։ Եկեք տարեք։ Մարիա, ինչ ա եղել։ Խնդրում եմ մի բան ասա, հիմա սիրտս կկանգնի։ Մամ, Դավիթը չկա։ Սպասեցի, բայց չեկավ։ Մարիա, ես ոչ մի բան չեմ հասկանում, ոնց թե չեկավ։ Հենց այդպես, մամ։ Դավիթին չեմ գտնում, չկա։ Աբուլի հետ խոսեցի, ասեց, որ վաղուց դուրս է եկել տնից։ Ու հետո էլ Դավիթի մեքենան ա տան առաջ տեսել։ Այ քեզ բան։ Բա ուր է այդ տղեն։ Չգիտեմ, մամ։ Կարող է Ռաֆն է հայտնվել։ Ռաֆի հետ է հանդիպել ու… Մարիա, չէ, հաստատ չէ։ Ինչ ես այդքան վստահ։ Տես դու էլ բան չես ասում։ Որովհետև հասկանում ես, որ անհնարին ոչ մի բան չեմ ասում։ Այսօր Ռաֆը եկել էր ու ինձ սպառնում էր, ճիշտ է, ոչ մի բան չարեց, բայց սպառնում էր։ Ինքը դեռ չի հանդարտվել։ Մարիա, արի մի փոքր է սպասենք։ Եթե չզանգի, պապայիդ կասենք։ Կգժվեմ, մամ, կգժվեմ ես արդեն։ Մտածում ես կատակ եմ մնում, հա։ Արա քանի շուտ է հելստեղից գնա հենց հիմա։ Հեսա կհասկանաս իրականում ով է Արտակը ու ինչերի անտունակ։ Հանգստացի մի։ Տեղը չես բերում, հա։ Դու հանգստացի, իրականում այդ տղա։ Դու պատասխան ես տալու հարցների համար։ Հել գնաս տեղից, արա։ Արտակ։ Արտակ։ Լավ ծնող լինելը շատ բարդ բան է։ Մանավանդ երբ նժարի մի կողմում քո տղեն է ու դու պետք է ընտրություն անես։ Ես հիմա ոնց եմ անելու, ոնց եմ քեզ իմ ձեռքով բանտ նստացնելու, Ռաֆ, դու գոնե գիտակցում ես ինչ օրն ես ինձ գցում։ Լավ ասենք, թե ոչ ոք քեզ չի տեսել, բայց դու գիտես, չէ, մենք գիտենք, չէ, որ դու ես սպանել այդ մարդուն, Ռաֆ։ Ոնց ենք ապրելու այդ մեղքը մեր ուսերին, ոնց։ Պապը Լակոտը շատ անհաջող տիպ էր, դժվար էլ… Այդ կապ չունի։ Ուզում էր աշխարհի տակի ոչնչությունը լիներ։ Դու իրավունք չունեիր իր սպանելու, Ռաֆ։ Լավ, ես ում եմ վատություն արել։ Ինչ եմ արել, որ Աստված ինձ սենց պատժում ա քո միջոցով։
Մարիա, այս ջուրը խմի, դեմքիդ գույն չի մնացել։ Մամ, չեմ ուզում։ Կոկորթովս ոչ մի բան կուլ չի գնա, մինչև Դավիթի ձայնը չլսեմ։ Ալա։ Կներես, որ ես ժամին անհանգստացնում եմ, բայց չէի կարող սպասել։ Ինչ է եղել, Սվետա։ Իմ կասկածները հաստատվեցին, Դավիթը բաժնում է։ Ինչ։ Ոնց բաժնում է, ինչ ես խոսում, Սվետա։ Այո, Արտակի գործով բողոք ապացույցներ կան Դավիթի դեմ։ Մանրամասներին տեղյակ չեմ, բայց որ այնտեղա դա հաստատ է։ Մարիա, ինչ է եղել։ Ասա հասկանամ, տեսնեմ ինչ է եղել։ Մամ, Դավիթին բաժին են տարել ու շատ լուրջ մեղադրանքով։ Ինչի համար են բաժին տարել։ Ինչի մեջ են մեղադրում Դավիթին։ Օֆա։ Ռուբեն, լավ ես, չեմ խանգարում։ Օֆա, դու ինձ երբեք էլ չես խանգարում։ Ասա տեսնեմ ինչ ա եղել, ինչ ա պետք, ինչի կարիք ունես։ Չէ, ես լավ եմ։ Ուզում եի Աշոտից իմանայի, լավ է։ Դեռ քնած ա։ Չգիտեմ։ Լուիսը բացվի մի բան կանենք, հիմա չեմ կարող ասեմ։ Շատ անհանգիստ եմ։ Հա, ես էլ։ Ու հիմա ավելի շատ։ Ինչ-որ բան ա եղել։ Դե այդ Աշոտի տղու հետ ա կապված, այդ Ռաֆի։ Վստահ եմ մի բան արել ա։ Ու չի բարձրա ձայնը։ Լռում ա։ Ու այդ շատ վտանգավոր ա։ Այ քեզ բան։ Ռուբեն Մարիայի հետ ա կապված։ Չէ, Մարիայի հետ ամեն ինչ նորմալ ա, օֆա։ Ուղղակի չեմ հասկանում ինչ ա արել։ Ռուբեն, ինձ հանկարծ չխաբես։ Ես Մարիայի հետ կապված ամեն բան պետք է իմանամ։ Դու ամեն ինչ էլ գիտես Մարիայի մասին։ Ու կիմանաս, օֆա։ Դու հիմա կարևորը քեզ լավ նայի։ Լավ։ Կապի մեջ։ Լավ։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Այսինքն այդ մարդու սպանության մեջ Դավիթին են մեղադրում։ Հա, մամ, հա։ Ու ես չգիտեմ ինչ անեմ, որ օգնեմ Դավիթին։ Ուր Մարիա։ Բաժին, մամ։ Ես չեմ կարող ձեռքերս սալած նստել կամ գնալ պարկել ու քնել։ Մարիա։ Ախր այս ժամին գոնե սպասիր թող լույսը բացվի։ Չեմ դիմանա, մամ։ Չեմ դիմանա։ Հիմա Դավիթը այնտեղ է ու պատասխան է տալիս մի բանի համար, ինչի հետ ընդհանրապես կապ չունի։ Ես դա թույլ չեմ տա։ Էս իմ սխալն է, ես եմ մեղավոր։ Էս ինչ արեցի, մամ։ Իմ մի հատ սխալի պատճառով ինչքան մարդ է պատասխան տալիս։ Մարիա, քեզ մեղադրելով ոչ մի բանի չես հասնի։ Ավելի լավ է մի փոքր հանգստանաս։ Շունչ քաշի, զանգիր պապայիդ, թող ինքը գնա բաժին ու հասկանա, թե ինչ է այնտեղ կատարվում։ Ու ես կարծում եմ, որ Դավիթին է դուր չի գա, որ դու այս ժամին գնաս բաժին։ Հա, Մարիա ջան։ Պապ։ Բալես ինչ ա եղել։ Լացում ես։ Պապ, խնդրում եմ քեզ օգնի ինձ, Դավիթին բաժին են տարել, Արտակի սպանության մեջ են մեղադրում, խնդրում եմ օգնի։ Պրոբլեմի հետևից մարդ չի հասցնում տուն գնա։ Պապ, ես քո օգնության կարիք ունեմ։ Լավ, բալես, ես հենց հիմա գնում եմ բաժին, դու մնա տանը, ու սպասի իմ զանգին, լավ արևես։ Լավ, պապ ջան։
Դե բա իհարկե, իրար հասան ու ես էլ արդեն պետք չեմ։ Վայ Մարիա աղջիկ։ Ոչինչ, դու ինձ սենց լավ առիթների մոռացի։ Ես դեմ չեմ։ Չզանգեց Ռաֆը մամ։ Իբր քեզ հետաքրքրում է զանգեց թե չզանգեց։ Մամ, ես ինչքան էլ վատ խոսեմ Ռաֆի հետ, ինչքան էլ վատ բաներ եմ ասում, միևնույն է ինքը իմ աղբերն է։ Ես անհանգստանում եմ։ Չէ, չի զանգել։ Եթե ես գիշերը լուսացնեմ, լավ է։ Կլինի տենց բաներ չասես։ Բա ինչ ասեմ։ Երանի հորդ տեղը լինեի։ Մամ, առանց այդ էլ շատ վատ եմ։ Հուսահատված եմ, կոտրված եմ։ Դու էլ սենց բաներ ես խոսում։ Լիլիթ, բա ինչ անեմ, տունս քանդվեց, ինչ անեմ։ Ես էլ եմ ուզում իմ ընտանիքը երջանիկ լինի։ Էդ ոնց է լինում, որ բոլոր ընտանիքները երջանիկ են ու հենց հերթը մեզ հասնում այդ երջանկությունը հոդս ա ցնդում։ Ու ինչի համար, ինչի համար։ Այդ Մարիան իմ տունը քանդեց։ Մի անշնորհակալ աղջիկ, ուրիշի ողորմությամբ ապրող անձնավորություն։ Մամ, ինչի ես Մարիայի մասին տենց խոսում։ Չես ամաչում։ Ես ինչեր են ականջիս հասնում, Խաչատրյան։ Ինչ ես էլի Դավիթին բռնել։ Ես գիտեի, որ կգաք, պարոն Դավթյան, սպասում էի ձեզ։ Նա ով ձեր ականջին բաներ է ասել, վստահ եմ նաև պատճառն է ասել։ Ես եկել եմ, որ ապացույցներ է ցույց տաս, որոնք ուղղված են Դավիթին։ Ես առանց լուրջ հիմքերի մարդկանց կալանքի տակ չեմ պահում։ Իսկ եթե չեք հավատում, կարող եմ փաստերով ներկայացնել։ Մամ, ես դուրս եմ գալիս։ Բայց ուր ես գնում Էժամին, Մարիա։ Պետքա Սվետային տեսնեմ։ Ինձ թվում է ինքը ինչ-որ բան գիտի ու չի ասում։ Եթե ինչ-որ մի բան իմանար, հեռախոսով կասեր։ Շուտ կգամ, մամ ջան։ Հա, հենց Մարիայի մասին եմ խոսում։ Մամ, դու արդեն չարանում ես Մարիայի հանդեպ։ Ու այդ շատ սխալ է։ Այդ աղջիկը մեղավոր չի, որ չի սիրում էլ Ռաֆին։ Սերը ստիպելով չի, ընտրելով չի։ Լսի, դու ոնց որ մեր տան մեջ Մարիայի վկան լինես, հերիքա պաշտպանես դրան։ Դու չտեսար դրա մի կապրիզության հետևանքով ինչերի հասանք։ Դա իր մորն է նման։ Դժբախտ։ Մամ, ինչեր ես խոսում։ Մարիամ երիտասարդ աղջիկ է, ինչ ես տենց բաներ ասում։ Լավ եմ անում։ Ով իմ ընտանիքը ուզենա քանդի, կդառնա իմ աչքի փուշը։ Այս պարագայում Մարիան։ Մամ, մի արա էլի տենց խնդրում եմ։ Մի այդքան չարացի, մի նմանվի Ռաֆին։ Շատ հեշտ է սեփական սխալները չտեսնելը ու դրանք ուրիշի մեջ փնտրելը, ուրիշներին մեղադրելը։ Դե հիմա հաթաթ ասա տեսնեմ ինչ ես իմացել։ Մարիա, ինչ իմացել եմ, հեռախոսազանգով քեզ ասել եմ։ Դու այդ ժամանակ էլ էիր շատ տարօրինակ, ինչ որ բան կա, որ ես չգիտեմ։ Սվետա լռելու ժամանակը չի։ 2 օր առաջ մոտ այս ժամերն էր։ Դավիթը եկավ եւ Սոֆիայի համարը ուզեց։ Մենակ չասես, որ տվել ես։ Մարիա, հասկանում ես, ասեց, որ հենց քո անվտանգության համարը, հենց դրա համար էլ տվեցի։ Կներես։
ուզում ես ասես, այս ձայնագրությունը ինքն արել, Արտակն արել։ Այդ ձայնագրությունը Արտակի հեռախոսի մեջից ենք անել։ Եվ երևի հավատում ես արդեն, որ ես լուրջ հիմքեր ունեմ Դավիթին կալանքի տակ պահելու միջև հետաքննության ավարտը։ Շատ քիչ է։ Կարող է վախեցել է։ Կարող է ինչ-որ մեկին է ուզեցել ցույց տալ։ Կարող է ընդհանրապես երրորդ անցք այս ամենի մեջ։ Այս գործով գլխավոր կասկածյալը Դավիթն է։ Եվ Դավիթը կմնա բաժնում այնքան ժամանակ, մինչև հետաքննությունը կավարտվի։ Եվ այս անգամ, պարոն Դավթյան, ոչ մեկ չի կարող զանգել եւ ազատել Դավիթին։ Սխալ ես քեզ բաղում, Խաչատրյան։ Շատ սխալ ես քեզ բաղում։ Այդ ինչ, ուզում ես ինչ-որ բան դրանով ինձ ասես, հա, ակնարկներ եմ լսում։ Չէ։ Պարզապես անցած դեպքն եմ լավ հիշել, թե ինչպես պարոն Վարդանյանը լալանին խառնեց այս գործին։ Հիմա ոչ մեկ չի կարող ինձ զանգել եւ ցուցումներ տալ։ Գործը միջև վերջ քննելու եմ ես։ Հա, քննի։ Քեզ ո՞վ է բան ասում, քննի։ Որ գալիս եմ հետաքրքրվում եմ, ինչ ես քեզ վատ զգում։ Ես վստահ եմ, որ Դավիթը մեղավոր չի։ Վստահ եմ։ Հա, կարա տենց ինչ-որ կասկածյալի իրավիճակում լինի, բայց Խաչատրյան, հիշի ու մի մոռացի։ Մարդը մեղավոր չի ճանաչվում այնքան ժամանակ, մինչև դատարանը իրան մեղավոր չի ճանաչել։ Հիշի ու մի մոռացի։ Մարիա, ինչ-որ մի բան իմացար։ Հա, մամ։ Դավիթը դեպքից առաջ հանդիպել է Արտակի հետ ու նախաձեռնողը Դավիթն է եղել։ Ինչ։ Ես ոչ մի բան չեմ իմացել։ Ինձ ոչ մի բան չի ասել։ Սվետայից է համարը վերցրել։ Լավ, հիմա մի հատ հանգստացիր։ Այդ որ իրար հետ հանդիպել են, դա դեռ ոչ մի բան չի նշանակում։ Ու հետո այդ ինչ կասկածներ են, որ մի հատ է տարել ու բաժնում են պահել։ Չգիտեմ, մամ։ Բա որ ավելի լուրջ բաներ լինի, որոնց մասին մենք էլի տեղյակ չենք։ Պետք է սպասենք պապայիդ։ Շնորհակալ եմ։ Ալո։ Աբուլ Դավիթն է։ Լավ, ուշ քան երբեք։ Ուր ես Դավիթ, ես ինչ համար է։ Աբուլ, երկար ժամանակ չունեմ խոսալու։ Ինձ բաժին եմ բերել, այսօր հաստատ տեղ կպահեն։ Մարիան երևի դեռ ինձ ասպասում, խնդրում եմ մի բան արա։ Խոսի հետ բացատրի իրավիճակը, ինչև հասկանանք ինչ ենք անում։ Ոնց Դավիթ։ Ալո։ Ալո։ Պապին շնորհություն կա։ Ոչ մի լավ բան բալես։ Այսինքն։ Ռուբեն, ինչ է եղել։ Ինչ որ մի բան ես իմացել։
Պարզվում է այդ արտակը Դավիթի մորն է հետևել մի քանի անգամ։ Դավիթը մերն էլ գնացել է բողոքել է։ Ասել է, որ Դավիթի անունն է տալիս ու սպառնացել է։ Այդ արդեն նշանակում է, որ արտակը ինչ-որ միտք է ունեցել։ Նոնը այդ հիմա էական նշանակություն չունի, որովհետև ստեղ զոհը արտակն է։ Ու ընդհանրապես կապ չունի, թե ով է առաջինը սկսել։ Հետո պապ։ Հետո նաև պարզվում է, որ Արտակն ու Դավիթը հանդիպել են իրար հետ։ Իսկ այդ խոսակցությունը ձայնագրել է Արտակը։ Իսկ այդ ձայնագրությունը հիմա գտնվում է ոստիկանությունում, իսկ այդ շատ վատ անդրադառնալու Դավիթի վրա։ Որովհետև Դավիթը սպառնացել է այդ ձայնագրության մեջ Արտակին։ Ինչ։ Մարիա, քեզ լավ չես զգում։ Մամ, ամեն ինչ նորմալ է։ Պապ, ինչ ենք անելու։ Չգիտեմ, Մարիա, գաղափար չունեմ։ Ամեն ինչ մեր դեմ է։ Պապ, այս ամենը հնարավոր չի։ Այս ուղղակի զուգատիպություն է։ Դավիթը կապ չունի այս ամենի հետ։ Բալես ուզում եմ քեզ մեծ հարց տամ, բայց չեմ ուզում դու դրանից վատը զգաս։ Հնարավոր է, որ Դավիթը ինչ-որ սխալ բան ա արել։ Դե տղա են, խոսացել են, վիճել են, տաքացել են։ Կարա Դավիթը ինչ-որ բան արած լինի։ Չէ, պապ, հաստատ չէ։ Ինչ էլ լիներ, Դավիթը նման քայլի չէր գնա։ Դավիթը ունակ չի մարդ սպանելու։ Իսկ այդ արտակը ունակ կամ մարդոն ափերից հանելու հասկանում ես, ես դրան ճանաչում եմ, շփվել եմ։ Դրա համար եմ հիմա քեզ այդ հարցը տալիս, ու այդ արտակը շատ հնարավոր է, որ Դավիթին էլ հունից հանած լինի։ Պապ, ես էլ Դավիթին եմ ճանաչում ու վստահ եմ, որ ինքը այդ քայլին չէր գնա։ Ու հետո սպանություն կատարած մարդը չէր կարող այդքան հանգիստ լիներ, իսկ ես նման բան չեմ զգացել։ Դավիթը շատ հանգիստ էր։ Մենք այսօր նույնիսկ պատրաստվում էինք հանդիպել։ Ամեն ինչ այնքան լավ էր, ինչի սենց փոխվեց։ Ամեն ինչ լավ կլինի, բալես, հանգստացի։ Ես ամեն ինչ կանեմ, որ Դավիթին օգնեմ։ Պապ, խնդրում եմ, խոստացիր, որ Դավիթը հնարավորինս կարճ ժամանակահատվածում դուրս կգա այդտեղից։ Շատ դժվար է լինելու, ինչ խոսք։ Խաչատրյանը մեր դեմ է, բայց ես ամեն ինչ կանեմ։